Մենք այսօր ուրեմն գտնվում ենք Աղբյուր Սերուփի նորակառույցներից մեկում։ Ամբողջ պատերը դեկորատիվներ են։ Առաջին կսվածքը մոտիկից ցույց տամ, այսպեսին ֆակտորային։ Այս մասում ունենք դեկորատիվ պատ, պանելներով է հավաքվել, նայեք դասավորվածությունների նկատմամբ։ Մոտիկից ուրեմն ցույց տամ իրանց ֆակտորան ու LED գրպաններ ունենք։ Տեսեք, այստեղ առաստաղային լուսավորությունը, թե դեկորատիվը, թե ուրեմն հիմնականը կրկնել ենք առաստաղի ֆորման։ Այստեղ ունենք ևս դեկորատիվ պատ, ինքը նախնական ստացվել է գիպսային պանելներից, հաջորդիվ ուրեմն փակցրել, մշակել ու դեկորատիվ ներկով ենք ծածկել։ Այստեղ լոգարան ունենք։ Այստեղ բնական բազալտից մոզաիկապատ ունենք, ներկառուցվող համակարգ։ Այստեղ բնական տուֆից ուրեմն պատ ունենք ու հայելին իր դեկորատիվ մասով, որը էլի բնական տուֆից է։ Սալիկները այս լոգասենյակում Մառացի բրենդի են, դուրը Վոլխվեց։ Այստեղ ունենք ուրեմն մոլդինգներով ու դեկորատիվ պանելով լուծած պատ։ Փափուկ կահույքը մայ հոմից, այստեղ ունենալու ենք հագուստի պահարան, տումբաները, գրասեղան ու այստեղ շպոնապատ հարդարասեղան։ Հիմնական պահարանը չի սա լինելու, որովհետև ունենալու ենք հանդերձասենյակ ու այնտեղից մաստեր լոգասենյակն է։ Հագուստի պահարանն է լինելու նստելու նիշայով, շպոնապատ ու ներկվող ամբողջ տան կահույքը։ Դիմացի պատը ամբողջովին հայելի է լինելու դարակաշարով ու այս տրեկի ճանապարհն է, որի մեջ ուրեմն լույսեր են տեղակայված լինելու եւ այն լարերը, որ տեսնում եք, երկու հատ LED լույսեր իջնելու։ Հատակները press ground են։ Դռան հետևի ստոպերը պետք է տեղադրվի։ Անջատիչները ուրեմն մեծ մոդուլար բրենդի են, մետաղական շրջանակով։ Շիշակները ներկվող այնտեղ է։ Հատակները ուրեմն նախասրահից press granite-ով գալիս են, ամբողջ ուրեմն իրանց քանի զոնան դեպի ննջարան, լվացքասենյակ ու սանհանգստան։ Հաջորդիվ մեզ մոտ ուրեմն պարտետային հատակ է դնում դեպի հյուրասենյակ խոհանոց։